Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր, որ հերգինս ես սուրբ Եղիցիանում քո, եկես է արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի։ Ըստ հաց մեր հանավազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ զվարդիս մեր, որպես եւ մեկ թող մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզ ի փորձություն, այլ պրկյաս մեզ ի չարեն, Զիգոյ արքայություն և զորություն և վարք հավիտյանս հավիտենից, ամեն, իմաստություն, որ Հիսուս դուր մեզ իմաստություն, ըստ բարիս խորհել և խոսել և փորձել առաջին քո ամենայն ժամ, իջար խորհրդոց, ի բանից և ի գործոց պրկյաս մեզ, և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս, ամեն, ամեն, հրամեցեք։ Վստահաբար բոլորիս ծանոթ այս շարականն է հույսի մեստուդեր թավի չանցանացի մոց, մի անդեսարներ պխումը նարդասվածի մոց ողորմյա ինձ աստված։ Հույսիմ եստուդեր թավի չանցանացի մոց, մի անդեսարներ պխում նարդասվածի մոց, ողորմյա ինձ աստված։ Հույսիմ եստուդեր թավի չանցանացի մոց, մի անդեսարներ սփխում նարդասվածի մոց, ողորմյա ինձ աստված։ Հույսիմ եստուդեր թավի չանցանացի մոց, մի անդեսարներ սփխում նարդասվածի մոց, ողորմյա ինձ աստված։ Վերջին անգամ, բայց ոչ միշտ վերջին, հույսիմ եստուդեր թավի չանցանացի մոց, մի անդեսարներ սփխում նարդասվածի մոց, ողորմյա ինձ աստված։ Ամենակարող Աստված, լսեց ձայնը մեր աղաչանքին, լուսավորե մտությունը մեր հոգին, և քո աստվածությամբ բժշկե խորում կսկիծը մեր սրտին։ Քեզի գտիմենք ու քեզ մենք կխնդրենք, որ օգնես մեզ, օգնե, որպեսզի չգործընծնենք ուղղությունը դեպի քեզ տալու։ Օգնե, որովհետև դու ես հանգիստը մեր խրովքին, բժիշկը մեր ցավերուն, մխիթարիչը մեր սուքին, բալասանը մեր վերքերուն, լույսը մեր աչքերուն, աղը մեր կյանքին, խաղաղությունը մեր սրտերուն։ Սերը մեր ընտանիքներուն, բահե ու բահբանե մեզ բոլոր տեսակի նեղություններն, զորացուր մեզ, որպեսզի կարենանք բարի պատերազմը պատերազմելու, հավատքը պահելու արդարության վսակին արժանանալու, սպարազինե մեզ հավատքի վահանով, փրկության սաղավարտով, Սուրբ Հոգի սուրով, որպեսզի թեմ տնենք չարին արձակած մխացող նետերում, միշտ փառավորելով ամենասուրբ երրորդությունդ այժմեն մինչև հավիտյանս, ամեն։ Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմար, որ հայտնե ծառ
ժամանակից մերոց, և ևս խաղաղությանս դեր աղաչեր սուրբ, վասն լսելի լինելով դյարն աստուծո ցայնի աղաչանած մերոց, բարեխոսությամբ սուրբ աստվածածնին և իջանելով ի վերամեր, ողորմության և կտության դյարն աստուծո, ամենագալ դեր աստված մեր կեցո և ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ով երկնավոր հայր, ու սիրովդ և կտությանդ նայիր մեզ մեր յուրաքանչյուրին։ Լսե յուրաքանչյուրի սրտեն մտքեն հոգիեն փխած աղոթքները, այն բոլոր խնդրանքները, որ քո առջևդ կներկայացնենք։ Յուրաքանչյուր այստեղ եկած քո հրավերովդ իր հետ բերած իր նեղությունները, դժվարությունները, իր ցավերն ու տարաբանքները, նաև ոմանց համար իրենց ուրախությունը, շնորհակալությունը, քո տված բարիքներու, տորտություններու, քո հայրական սիրուտ և հոգածության համար։ Ինչպիսին որ կան մեր աղոթներու փոխանցությունը, այդ բոլորը քո դիմացդ կներկայացնենք, քո ողորմությունը կխնդրենք, որովհետեւ նայես յուրաքանչյուրին։ Եվ յուրաքանչյուրի իր խնդրանքով բարչևդ կներկայացնե իր դժվարությունը, նեղությունը, ցավը, տարաբանքը, ուրախությունը, շնորհակալությունը այս բոլորով մեկտեղ նաև կխնդրենք քո ներկայությունդ, որ միշտ այնպես ինչպես դու ինքդ խոստացար, միշտ մեզի հետ ունենալու։ Որովհետեւ անով առաջնորդվենք այս երկրավոր կյանքը, քո խոսքերդ որպես լույս եւ ջրակ մեր քայլերուն եւ մեր շավիղներուն։ Դու առաջնորդ ես, իմաստություն դուր մեզի, լուսավորե մեր մտքերը, մեր սրտերը, հոգիները, մեր ամբողջ էությունը, որպեսզի լույսի մեջ գալենք եւ լույսով գալենք, որպեսզի չլատի խավարի մեջ խարխափելով գորուստի կամ անհունքի մեջ գտնվենք։ Հրե այնպես որ մեր այս հավաքները սերտողության նախ ամեն բանի առաջ քո ներկայության պետք է դուր մեզ իմաստությունը, որպեսզի աստվածային իմաստությամբ ունենան մեր այս սերտողությունները։ Իմաստություն դուր յուրաքանչյուրիս խոսողին կամ թե լսողին, որպեսզի քո պատկաններդ փոխանցվին, քո խոսքերդ, պատվիրաններդ փոխանցվին, եւ մենք ոչ թե միայն լսողներ լանք, այլև հասկացողներ եւ այդ բոլորը կյանքի վերածողներ։ Մեր ամենօրյա կյանքի մեջ կարենալ օգտագործելու համար այդ պատվիրանները։ Անորամարան գաղութենք եւ խնդրենք, որ իմաստություն դաս շնորներով լեցնես մեր կյանքը, օրդություններով, որպես այդ բոլորին մեջ կարենալ մեր հավատքը պահելու, մեր հույսը չգործընծնելու, սիրով զսպանակված այս ճանապարհորդություն իրավարտին հասնենք, որպեսզի վերջավորության նաև արժանի զավակները լանք եւ ժառանգորդները երկնքի արքայությանից։ Այս այդով գաղութենք եւ կխնդրենք, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք նեղության դժվարության մեջ են, եւ իմ մասնավորի գաղութենք նաև Արաքսի մայրիկ անուն աղախինի համար, խնդրելով բժշկություն, բարի ավակինում, ինչպես նաև բոլորին, լանանոնք հիվանդանոցներու մեջ կամ դուներու մեջ, լանանոնք ֆիզիկական, հոգեգան, թե ինչպիսի վիճակներու կացությանց մեջ, բոլորին համար աղոթք կբարձրացնենք։ Եվ այդ աղոթքը կբարձրացնենք մեր Փրկին Հիսուս Քրիստոսի անունով։ Որտեղ այնպես ինչպես ինքը խոստացավ ասելով, ինչ որ որդին անունով խնդրեք հորմեն, պիտի դրվի ցեզի։ Եվ այս բանում որդին անունով, մեր Փրկին Հիսուս Քրիստոսի անունով կխնդրենք բժշկություն, մխիթարություն, համբերություն, իմաստություն, ընտանեկան սերմիություն, համերաշխություն, գոդրված սրտերու բժշկություն, կայքայված ընտանիքներու մեկտեղում, աշխարհիս խաղաղություն, ղեկավարած իմաստություն, չնայած այս բոլորի մասին դու սկիզբեն խոսեցար, թե այսպիսի բաներ պիտի պատահին։ Բայց դուք մնայուն աղոթողներ եղեք, չցանցրանաք աղոթել է, որպեսզի նաև այս օրերը կարճենա։ Դու ողորմությունդ խնդրելով ով երկնավոր հայր գսենք, Դեր
Երեմիա։ Բոլորի սաղորդները լսելի և ընդունելի լան և մանավանդ մեր աղորդներում մեջ իշենք նախ անհատական բարակաները, որոնք աղոտ խնդրեցին բժշկության, ցավի դարաբանքի մեջ են բարի ավարտինման համար, բայց նաև ընդհանուր աշխարհի համար նաև աղոթենք և անգեղծելու համար չլակա բահը այն նույն բահը, ինչ որ մենք կգարտանք Երեմիայի մարգարեության մեջ։ Անոնք, որոնք ներկա եղած են օրին Երեմիայի մարգարեության սերդողության, այնտեղ հատված մգա, որ Տերը ինք կսե մարգարեին, այլևս կսե ինձի մի աղոթեր այս ժողովրդին համար։ Պիտի չլսեմ։ Եվ այնքան ահավոր է այդ հատվածը, որ մտածել կուտա, թե արդյոք ինչու ալբեք չէ աղոթել։ Եվ որ կա այդ բահը, որ ալբեք չէ աղոթել, կնշանակե եկած է բահը Թադաստանի, ալվերջ, օգուտմություն է այդ աղոթել։ Ադորամար թող որ մեր աղոթները լան այնպիսին, որ հանգարտ չլսենք դիրոջ ցայնը, որ գսե ալ այս ժողովրդին համար մի աղոթել։ Չնայած որ Քրիստոսի խոսքերն են, աղոթեցեք առանց ցանցրանալու, ճիշտ է։ Աղոթեցեք, պատրաստ եղեք, արթուն եղեք, որպեսզի փորձության մեջ չինակ Քրիստոսի խոսքերն են։ Բայց նաև երբ որ բահը կհասնի, իրոք, որ հանգարց դերը գսե ալ մի աղոթեր, դե ժամանակը հասած է Տադաստան։ Ադորամարալ աղոթողը լանք, ինչպիսին ալ են բարակաները, ինչպիսին ալ են գացությունները, բայց մենք երբևիցե չհուսահատինք, ընդհակառակը այսօրվան Սամոսը նաև այդ կսորվեցին է մեզի, որ իմ միակ աբաստանս, իմ միակ աբավենս, ամենակարող, ամենակար Աստված ինք է։ Եվ ադորամարալ մեր այսօրվան շարականի երկեցողությունը այդ է, հույս իմ ես ուտեր, որ թունես, որ նաև իմ մեղքերս գքապես։ Այսօր մենք իբրև մարդ արարածներ, մեր հույսերը տարբեր դեղերու վրա գտնենք։ Մեր հույսը գտնենք մեր գիտության, մեր հույսը գտնենք մեր ունեցվածքին, մեր հույսը գտնենք մեր զորության, ուժին, կարողության, տրամին, հարստության, ինչ որ է։ Եվ սակայն այդ բոլորն ավարտին խապուսիկ են, ժամանակավորն են, չսելու համար անհիմն են, այսինքն եթե հանգարց թվիր քու հույսը այդ բոլորի վրա, դու հուսահատ դուրս տաս, հիասթափված դուրս տաս։ Եվ այդպես ալգսե Պողոս Արաքյալը, եթե մեր ամբողջ հույսը Արաքյալը գսե, այս երկրավոր կյանքի վրա ենք թրած, մարդոց մեջ գսե ամենախեղճերն են, արարածներու մեջ ամբողջ ամենախեղճերն են։ Որտեղ այս բոլորը որպես հույս որ թրած ենք, խապուսիկ են։ Եթե մեր ուժերն են, օրը պիտի դգարանան, եթե ոչ այսօր վաղ անպայման։ Մեր տեսողությունն է, մեր լսողությունն է, մեր հարստությունն է, չկան, այսօր կան վաղը կրնան չկան։ Անորոման մնայուն է այս շարականի երկեցողությունում, ամենօրյա է, հույս իմ ես ուտեր, տունես իմ միակ հույսս, աբավենս, աբաստանս, ամեն ինչս։ Եվ ասիկա չի կար վարզվես կարդալով, ասինչ կամ անինչ Պողոս Արաքյալը գսե, ասիկա կուկա հավատքով։ Եվ հավատքը նշանակի գսե չտեսնվածին վստահություն ունենա։ Չերևիր, չտեսնվիր, բարձ սովորական աչքերով, բայց ընդհակառակը Պողոս Արաքյալը այնպիսի բացատրություն կուտա քաղաքացիներու նամակի մեջ, գսե երբ որ Քրիստոսը ընդունեցիք, երբ որ Քրիստոսը ճանցաք, երբ որ Քրիստոսը ունեցաք իբրև Տեր եւ Բրգիչ, անմիջապես ցեզ ինչն է որ դրվեցավ գսե։ Սուրբ Ոգին։ Ինչու, որովհետեւ անով դուք կարենաք ճանչնալ, հասկանալ եւ զասված իբրև ապահայր դանչել, Հիսուսը իբրև Քրիստոս ճանչնալ։ Ես գրնամ Հիսուսի իբրև անց ճանչնալ, կամ այդ իբրև անց անոր մասին գարտալ, ուսումնասիրել, իբրև անց պատմության ընթացքին ապրող, գործող, հրաշագործող, լավ բաներ խոսող, բայց ոչ իբրև Հիսուսը, իբրև Քրիստոս, որգենշա իբրև Բրգիչ, իբրև Օձյալը, իբրև Մեսիան։ Անորոման աշակերտներուն հարցուց, մարդիկ ինչ կսեն իմ մասիս։ Իսկ դուք ինչ կսեք իմ մասիս, ով եմ ես։
Եվ այդ բոլորը ըսելու համար բարձրապես արդահայտություններ չեն, եթե չկա Սուրբ Հոգին, որ կներգործե մեր մեջ։ Եվ այդպես կսի Առաքյալը, ով որ Սուրբ Հոգին ունի, չի գրնար չսել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Եվ որ ունի Սուրբ Հոգին, արդեն ինքն քեզ կմղե, որպեսզի Աստված ճանչնաս իբրև Աբբա, Հայր։ Հետևաբար տեսեք թերագադարությունը եւ անոր կարեւորությունը մեր ամենօրյա կյանքի մեջ։ Ուրեմն կնշա, եթե դերնը փած մգա, թեություն մգա, ուրեմն կնշա այնտեղ անոր ներկայության եւ ներկործության բագասը կա, այսինքն Սուրբ Հոգին։ Անոր համար այնպես ինչպես ինքը խոստացավ, ես կերտամ, բայց ես որբ չեմ ծկեր։ Եթե գտեմ մխիթարիչը Սուրբ Հոգին։ Եվ այսօր այդ ժամանակահատվածի մեջն ենք, որ Սուրբ Հոգին կներկործե, կկործե, ինչպես որդին, ինչպես հայրը, նույնպես եւ Սուրբ Հոգին։ Իսկ եթե երբեք մեզ այսօր աղոթել գուտա, դարձել Սուրբ Հոգին։ Եթե այսօր մեզի հույսը գուտա, Սուրբ Հոգին։ Այսօր եթե երբեք մեզի վստահությունը գուտա, Սուրբ Հոգին։ Այնպես չգարձենք, որ հավատք ունենալը, հույս ունենալը, սեր ունենալը մեր մարդկային այսպես ներքին թրսևորումներն են, չէ՞։ Պողոս Առաքյալը ստագորեն գսե Գորընթացյան նամակի մեջ, Սուրբ Հոգի շնորհները այլազան ու բազմազան են, բայց այս բոլորի մեջ կարևորակույնները հավատքը, հույսը, սերն է, այս երեքի կարևորակույնը սերը ինքն է։ Ուրեմն եթե կհավատաս, սկիցած եղի, որ այդ հավատքը դու կա Սուրբ Հոգի է։ Եթե կվստահիս, հույս ունիս, պայքարելու մինչև վերջին ծայր հասցնելու իր ավարտին մրցումդ Սուրբ Հոգին է։ Իսկ եթե երբեք աղոթքի շնորհքը կա, Սուրբ Հոգին է։ Եթե մեր մարդկային կարողությունները ի վիճակի չեն, սահմանափակ են։ Անոր համար աղոթողը լանք սիրելն է, մանավանդ այս դժվարին պայմաններու մեջ, որոնց սկիզբն է դակապ, սկիզբն է։ Աղոթողը լանք, որ Աստված մեզ հաստատում բարել մեր հավատքի կյանքի մեջ, որտեղ ժամանակներ պիտի կան գսել Տերը Քրիստոս։ Եթե իր այդ ըստածներն է որ կկատարվին, նաև մյուս ըստածներն է պիտի կատարվին։ Եթե հեսավ աշխարհի վաղճանին այսպիսի նշաններ պիտի լան, ուրեմն մյուսներն ալ պիտի լան։ Եվ ի՞նչն են այդ մյուսները, երբ որ մարդու որդիկը հավատ պիտի գտնե, չէ։ Հավատ պիտի խամրի, սեր պիտի գտնե, պիտի չորնա։ Եթե Քրիստոս այդ հալազանքներու նեղություններու մասին ըստածները իրականություն էին, պիտի իրականանան, նույնպես այն մյուս բաժինները։ Ադոր ամարան Պողոս Առաքյալը կսա աղոթեցեք, որպեսզի հաստատում մնանք հավատքի կյանքի մեջ, որպեսզի չլա թե այս կամ այն ցևի մոլորությունները, այս կամ այն ցևի, որ կնշանակե թրական կամ շղթական, քեղեցիկ կամ բորի, ինչպիսի երևույթներով որ մեզ կներկայացվին մոլորություններ, մեզ շփոթեցնելու, մեր միտքերը, մեր խորհուրդները խանգարելու, մեր ուղիղ ճանապարհին շեղեցնելու, աղոթողը լան, որ Աստված մեզ հաստատում բա է։ Անոր համար այս սերտուղություններու նպատակը նաև այդ կնա։ Այստեղ երբ որ կան մեր հոգևոր սնունդը առնելու, միշտ մտի ունենանք, որ այդ հոգևոր սնունդը մեզ թող որ պատրաստ է։ Իսկ եթե երբեք հանգած կպատահի իբրև մարդ, այս կամ այն ցևի թերություններ որ կան, անալ կխնդրենք Աստծուց որ իր ողորմությամբ նայի, եւ անոր համար է որ կխնդրենք, որ այս սերտուղությունները նաև ինք առաջնորդի։ Խոսողին կամ թե լսողին։ Խոսողին կա այդ իմաստությունը, որպեսզի իր խոսքերը, իր պատկամները փոխանցվին, լսողին բարակայինա դա այնպիսի ականջներ, որպեսզի երբ որ լսե կարենա հասկանալ այդ բոլորը եւ այդ բոլորը կարենա նաեւ կյանքի կոչել։ Անոր համար Առաքյալը գսե աղոթեցեք նաեւ ինձի համար գսե Առաքյալը, որպեսզի ես կարենամ շարունակել ինձի վստահված այս առաքելությունը։ Այս կանոն մենք իբրև ներածականի, որ ուզեի այդ մեկը ցեզ հետ կիսել, եւ մենք այսօր արդեն հասած ենք 91-րդ Սամոսը։ Ընդհանրապես սիրելիներ Սամոսներ կան, որոնք թիպուկ են, որոնք այսպես չսենու համար սրտի մոդի, որտեղ բոլոր Սամոսներու բարակայնա սրտի մոդի են։ Բոլոր Սամոսներու բարակայնան, եթե կարենանք իրավես խորը թափանցել, պիտի տեսնենք, որ անպայմանորեն յուրաքանչյուրը ինքզին կրնա տեսնել ամեն մեկ Սամոսի մեջ։ Բայց կան նաև Սամոսներ, որոնք կարծեք այսպես հատուկ մոդիգություն ունին ու սորվելու եւ անքիր արդասանելու։ Օրինակ համար այդ Սամոսները մեկն է առաջին Սամոսը, երանելի այն մարդը։ Այդ Սամոսները մեկն է օրինակ համար 8-րդ Սամոսը։ Ով է մարդը, ինչու այսքան կարևորություն կտաս այս մարդուն։ Օրինակ այս Սամոսները մեկն է 23-րդ Սամոսը, դեր իմովի վսե։
ուր հաջող մանկութեն են կամ գերակտորիա դպրոցներ են կամ ընդհանրապես այն դպրոցները, որ կհաջողեին կամ հաջողած էին, որոնք այսպես գրոնական շունչ ունեին, նաև որոշ սամոսներ անկիրք կսորվեցնեին։ Եվ այդ նույն այդ սամոսներու շարքին նաև ունի 91-րդ սամոս։ 91-րդ սամոսը նաև այն սամոսներն են, որ նաև մարդիկ անկիրք իրեն, կոց կարդասանեն այդ սամոսը։ Ինչու որտեղ անոնց մեջ կարծեք ծևում այնպիսի մոդիկություն մգա, որ գցկե քեզի այդ սամոսը գարես փուգտ ունենաս, իբրև քեզ մե դուրս բխած այսպես ասած աղոթքը, որ բարձրացուցած ես Աստված։ Եվ հետո այս սամոսը 91-րդ սամոսը, ինչպես այն մյուս սամոսներու բարակային։ Մենք անցյալին տեսանք, որ անոր մեջ եղած պատկամները, որոնց մեջ կան նաև մարգարեական շունչ։ Եվ երբ որ մարգարեական շունչ կսվի, գնշանակ է մեջի եղած պատկամները գամ ունին քալիքին հետ, ոչ անպայմանորեն անմիջական այդ բահվան հետ կապված։ Այսինքն երբ որ հանգարց կսե թուն պիտի ազատեսիս, այդ պիտին անպայմանորեն չի նշանակեր անցին հետ կապված, սամոսի հեղինակին հետ կապված եւ իր կյանքի տևողության։ Անորոշ եթե ճիշտ ծևով չգրնանք պատկերացնել այդ բոլորը, քիչ մը դժվար կթվի ըմբռնումը հասկացողությունը եւ ընդունիլը այդ սամոսի։ Օրինակ երբ որ դու ինձ պիտի ազատես, ընդհանրապես հաջող կտեսնենք, որ հավատացյալի կյանքի ամբողջ տևողության միշտ ունեցած է դժվարություններ։ Եվ ուղղանկյունով համար ուր է այն աղոթքը, որ բարձրացուցին եւ այնպիսի հույսով վստահությամբ աղոթեցին, որ դու պիտի ազատես մեզ, բայց եկուտես որ մեզ չազատեցի։ Երբ է որ պիտի ազատես։ Եվ անորոշ այնքան զգուշ պետք է լանք, որ այնտեղ եղած մարգարեական պատկամները որ ժամանակահատվածի համար ասել ուզեն։ Որպեսզի մեր մտքի մեջ ավելի հստակ լա Աստվածը համեմատենք Ղուկաս ավետարանիչի հետ։ Ղուկաս ավետարանիչի 4-րդ գլուխ 14-րդ համարեն սկսյալ կներկայացնեմ մեզ թե ինչպես Հիսուս իր սովորությանը համաձայն շաբաթ օրով ժողովարան գնաց։ Եվ երբ որ ժողովարան գնաց, իրեն դրվեցավ Եսայի մարգարեի քիրքը չէ, փաթաթոց էր։ Գսե բացավ այնտեղը, ուր գրված էր այսպես. Սուրբ ոգին իմ վրաս է, որտեղ Աստված ինձ օծեց, գրգեց այսինչ բաներ անելու, սրտապետները, փանդարյալները, հիվանդները, այսինչները, կանենչները եւ ավարտին վերջավորության նախատասությունը գսե եւ հայտարարելու Տիրոջ օրը։ Կոչեց գիրքը գսե եւ դվան Պաշտոնյային։ Եվ սա այսօր դու ինչ որ լսեցիք, կատարվեցավ։ Ինչն է որ կատարվեցավ։ Փանդարյալներ դակամին փանդն են։ Գույրերը դակամին գույր են, սրտապետներ դակամին սրտապետության մեջ են։ Ինչն է որ կատարվեցավ։ Ադորամար տեսեք որքան զգուշ պետք է լանք, որ աստվածաշնչական այդ հատվածները բիդիով կապված, ներկայով կապված, ավարտիով կապված, քերականական այդ ոճերը այնպեսին պետք է մտի ունենան, որ ժամանակահատվածին համար է որ գսվի։ Եվ ինչու այսքան մանրամասնությամբ կերտամ ես, որտեղ հաջող նաև մենք մեր առանցնության մեջ, մեր դուներու մեջ նաև աստվածաշունչ կդարձան։ Եվ երբ որ աստվածաշունչ կգարտան, անմիջական մեր գողքին չգա մեկը, որպեսզի հանգարց չհասկացված բաժինը ինձ բացատրե։ Եվ ես պիտի փորձեմ ինչ անել, իմ կարողությանս չափով, իմ դրամապանությամբ, պիտի սկսեմ որոշ եզրահանգումներու հասնել։ Այս կսել գուզե երևի կամ այս ինչ ասել գուզե երևի։ Բայց որպես այս շփոթություններու մեջ չմատնվի ես։ Անորամար է որ ասկան մանրամասնությամբ եթե գերտամ սերդողություններու տացին, որպեսզի կարենանք այնքան որքան որ գրնանք պետք եղած չափով, որպեսզի երբ որ հետո այս սերդողությունեն հետո մեր առանցության մեջ երբ որ գարտանք կարենանք որոշ պատկերացում ունենալ, որ ընդհանրապես ինչի մասին խոսքի։ Որտեղ նաև աստվածաշունչի մեջ եղած պատկանները մեկ նախատասությամբ եթե ասենք կապված է անցին մարդ արարածին, ինգած անգյան մարդուն փրկության հետ կապված։ Եվ այդ փրկությունը կատարված իր լրումին հասած Հիսուս Քրիստոսով։ Այնպես ինչպես մեկ ուրիշ օրինակը հանգարց մեր միտքուտա Քրիստոսի խաչելության բահուն իր վերջին նախատասությունը ամեն ինչ կատարվեցավ։ Ամեն ինչ կատարվեցավ։ Ինչն է որ կատարվեցավ։ Ինչ որ գրված էր կատարվեցավ։ Իր լրումին հասավ։ Եվ այս նախատասությունը առնելով այս իմաստը նույնիսկ ունենալով մեր մտքի մեջ
դակավին նույն արիտներով կամ տարբեր արիտներով նույն խնդրանքն է որ կներկայացնենք։ Ըստ երևան դակավին ինչ ունի ինձ համար լինի։ Ինչ պիտի չէ որ սա ամեն ինչ կատարվեցավ։ Ինչն է որ պետք է այլևս Հիսուս։ Ինչ ունի դակավին ունենիք Հիսուս։ Ամեն ինչ կատարեց։ Ինչ որ քրված է եւ հետեւաբար ինչի հետ կապված է նյութը մարդուս անգյան մարդուն, մեղավոր մարդու փրկության հետ։ Ուրեմն ինչ որ կապված է անգյան մարդու փրկության, ինչ որ խոստացված է անգյան մարդուն համար, Քրիստոս եկավ եւ այդ բոլորը կատարեց։ Իսկ հիմա ինչ է որ տեղի ունենա, վերջին հանգրվանն է։ Ֆինիշինգի հասնելու, ավարտին հասնելու վերջին հանգրվանն է։ Եվ անորամար է որ Քրիստոս գբադվիր է իր աշակերտներում, գսե ծեր սրտերը թող չի խռովին, դուք մի բախնակ, որտեղ ես հաղթեցի արդեն աշխարհին։ Հաղթելու բան չմնաց, ինչ որ պետք է հաղթել, հաղթեց։ Ինչ որ պատերազմ պետք է մղել, պատերազմը մղեց։ Ինչ որ հաղթանակ պետք է ցերծկել, հաղթանակը ցերծկեց։ Մենք հաջող այսօր ինչու է որ գործենք գաբել նաև մեր ամենօրյա կյանքի դժվարություններուն, նեղություններուն հետ։ Եվ դուք գսելու ուր է այսօր ահավասիկ նեղություններու մեջ ենք, ահավասիկ դժվարություններու մեջ ենք։ Ուր է Քրիստոսի դված այդ խոստումը։ Ուր է Քրիստոսի ասած խոսքերը, այսպես դիտենեմ, այսպես ըրի արդեն ահավասիկ ամեն ինչ լրացավ, կատարվեցավ։ Ուր են այդ բոլորը։ Տեսեք, եթե հստակ պատկերը չունենանք, թե այդ բոլորը որու մասին է, ինչի մասին է, որ ժամանակահատվածի մասին է, անորոշ հաճախ կրնանք նաև շփոթել։ Եվ այդ շփոթությունը բարձ շփոթության մասին չէ։ Անդիկա նաև կրնա ասել մեր հավատքին։ Մեր հավատքին կրնա ասել։ Անորոշ այդ հավատքին հետ կապված կրնան արիթ օգտագործելով մարդիկ կան եւ մոլորեցնեն։ Այնպես ինչպես արիթոմը անդրադարձան այդ բաժնին, դարձյալ Սամոսներն են կապված։ Այս անգամ Դավիթի կյանքին եւ արիթոմը ինչը սա Դավիթ այս Սամոսի մեջ մարդիկ եկան եւ ինձ ինչ ասին, ուր եք ու դեր Աստվածը։ Ինչու չօգնել քեզ։ Ուր եք, թող կա։ Եվ այդքան ինչ փորձեցինք տեսնել այդ հատվածը, ոչ թե միայն Դավիթի կյանքին հետ կապված, այլ այդ հատվածի մեջ փորձեցինք տեսնել Քրիստոսի կյանքի մեկ հանգրվանը, ճիշտ այդ խաչելության պահը, երբ որ մարդիկ նույն բարերով եկան եւ ասին, ուր է անոր Տեր Աստվածը։ Այդքան խոսեցավ այդ Տեր Աստծո մասին, այդ Տեր Աստծո արքայությունը դարացեց, բացատրեց, խոսեցավ, կարոզեց, թող կա օգնել են, ուր է այն Աստվածը։ Տեսեք ինչպես Դավիթի հետ կապված երևույթ որպես, Դավիթի կողմէ ըսված աղոթք որպես, եւ ադոր մեջ կփորձենք տեսնել ինչ է Քրիստոսի ներկայությունը։ Կամ 22-րդ Սամոսը, Աստված իմ ինչու զիս թողուցիր, էլի լամա սաբատանի։ Եվ Քրիստոսի բարերն են որ գարդասանի խաչելության պահում։ Ani բարձավես Սամոսը ներ որ գարդասաներ, կամ այդ Սամոսին լրումը ներ որ բուքար ցույց տալու, թե ինչպես անցյալի նսվածները իրնով իր լրումն է, իր գադարումն է որ գտնեն։ Եվ այս բոլոր փաստաթուղթները անառը, որտեղ այսօրվան 91-րդ Սամոսն ալ պիտի կա այդ մեզի պիտի ներկայացնե։ Որքան մեր անձերն հետ կապված որպես վրդություն, որպես հույս, մեր հույսը մեր վստահությունը Աստծո վրա դրած, նաև անոր մեջ տեսնելու Քրիստոսի ներկայությունը, որովհետև պիտի հանդիպենք նախատասության մը, որ այսական օգտագործե չարը ինք Հիսուսի փորձության ժամանակ։ Թուն քեզի վերեմվարն է դե, որովհետև գրված է, որ Աստված իր հրեշտակները պիտի պատվիրե, որպեսզի կան եւ քեզ վերցնեն եւ քուբոտ բդկարի չզարմի։ Այս Սամոսն է 91-րդ Սամոսն է, որ երևակայեցեք չարը նաև Սամոսներուն դեպյակ է, եւ այս Սամոսները օգտագործի այս անգամ իր ուզած ցևովը, որպեսզի մարդուս մեջ արտնցնե քրքիր, այնպես ինչպես չարը ինք օգտագործեց Աստծո խոսքը դրված Ադամին ու Եվային, բայց այնպես օգտագործեց, որ այս անգամ փորձեց ձուղակ ցկել Եվան եւ Եվայի ջանքով նաև Ադամ։ Որ գնշայի տեսեք ուրիշ բարեր չար դասաներ։ Նույնիկն Աստծո խոսքը։ Եթե եք չգրցանք գոմնորոշվի, որ այդ Աստծո խոսքը ինչպես ըմբռնել եւ հասկանալ։ Այդ Աստծո խոսքի մեջ ինչպեսի պատկամ կա որպեսզի կփոխանցվի, նույն թագարտի մեջ մենք գտնանք ինան։ Եվ հաջող ադիկա գբագայի էսենցիա։ Հաջող երբ որ մարդիկ կան եւ հարցեր կան, հարցումներ կնեն։ Այսպես կրված է, այդպես կրված է, շատ ավե։ Եթե այսպես կամ այնպես կրվածները քեզ կշփոթեցնեն, մի շփոթիր։ Ընդհանրակը
Քու մտքերը դամբոչ հավաքե։ Մտքերը հավաքե, ծիրուցան եղած մտքերը հավաքե, որտեղ մտքերը ծիրուցան եղած են։ Հավաքե մտքերդ, մեկտեղե մտքերդ։ Եվ Քրիստոսի իսկ արտահայտությամբ, բացատրությամբ մտիկ ու ներքին սենյակդ, աղոթեք ու երկնավոր հորդ, խնդրե իմաստությունը, որովհետեւ քեզի դրվի Սուրբ Հոգին, եւ Սուրբ Հոգիով որովհետեւ կարենաս հասկանալ այդ հատվածը։ Այլևս պիտի ինաս նույն թագարտը, ինչ որ փորձեց ստել Եվային։ Պիտի ինաս նույն թագարտը, ինչ որ ընդհանրապես փորձություններ, որոնք տեղի կունենան։ Եվ հանգարց կզարմանաս, որ ուղղե ու փորձի չօգտագործեց աստվածաշրջական հատվածը։ Եվ ուղղե որ մեր մտքերում ու կա այնպիսի խորհուրդներ, որոնք մեզ կշփոթեցնեն եւ մեզ պիտի չփոթեցնեն։ Ասենց է, մեզ պիտի չփոթեցնեն։ Եվ եթե հարցնեք ինչու էր այդ շփոթությունները, որովհետեւ հոն ցույց տվի մենք որքանով կվստահենք ամբողջական վստահությամբ Աստծո խոսքին։ Եվ այդպես էլ գսե Աստված երկրորդումը օրինաց գրքի մեջ։ Ցես գսե ինչու է որ թափարական կարծուցի 40 տարի անապատի մեջ։ Որովհետեւ գսե ցեր սրդին մեջին է իմանամ։ Եվ ցեր սրդի մեջին է իմանամ կնշանակե ոչ թե ինքը չի գիտեր պիտի իմանա։ Իր ցեր սրդի մեջին է իմանալ կնշանակե թուն իբրև անց, մենք իբրև անձեր, իբրև Աստծո ժողովուրդ, ինչպիսի դրսևորում մնե որ մենք պիտի ունենանք Աստծո նկատմամբ։ Մենք եթե այս կանասո պատկերաններով կառաջնորդվեինք, մենք եթե 40 տարիներ մանանակ իրանք անապատի մեջ, մենք եթե մեզի չուր դրվեցավ, դորամարքիներ դրվեցավ, բայց եթե դակավին գնասկացինք Աստծո խոսքին վրա, եթե հարցաթումներ գնենք Աստծո խոսքի վրա, սխալ չհասկանաք, հարցաթում ընելը փամսորվելու նպատակով եւ հարցաթում ընելը զասված փորձելու նպատակով, այդ է որ մեզ Աստվածաշունչը կսորվեցնի։ Մի փորձեր ու դեր Աստվածը, որտեղ զասված փորձել կնշանակե չվստահիր Աստծո։ Չվստահիր Աստծո։ Եթե ինձ զինքը գճանշտաս իբրև ամենագարողը, ուրեմն մնաք ու այդ հավատքիդ մեջ։ Մի կասկածիր։ Այդ կասկածը կնշանակե քու միտքի խորհուրդները չար օգտագործելով այդ բոլորը, գփորձեք քեզ շեղել ճշմարտությունն այդ ճանապարհին։ Եվ ագորամանալ այսօրվան Սամոսի 91-րդ Սամոսը ընդհանրապես ավարնիով է, պիտի փրկեսիս, պիտի ընի այսպես, պիտի։ Որ կնշանակե այսօր եթե երբեք նույնիսկ նեղության եւ դժվարության մեջ է, բայց հույսը ունի, որ դեր պիտի փրկե, վստահություն ունի, որ դեր պիտի ազատե, ինչ ալնան պայմանները, որտեղ առաջին իսկ դողերը գուքան, ինչպես մյուս բոլոր Սամոսներու բարակային, առաջին դողերը գուքան ներկայացնելու զասված ճանաչողությունը, ասված իբրև ինչպիսին կճանչնաս։ Ասված իբրև ինչպիսին կճանչնաս։ Եվ գսե այսպես, ան ով ովևէ մեկը, ան որ փարսիալին ամենագարողին պաշտպանության տակ կմտնե, անոր հովանիին տակ հանգիստ պիտի գտնե։ Զասված ճանչնալ իբրև ամենագարողը, փարսիալը, եւ այնպիսի պատկերավոր ցևով կներկայացնե հովանի եղած, ինչպես հովանոցը կամ անցրևանոցը, շատերը գսեն հովանոցը հով է պաշտպանվելու, անորոշ գսեն ճիշտարը անցրևանոց է, որպես անցրևեն պաշտպանվիս։ Ամեն բարակա այդ հովանավորությունը, հովանին գուքա ըսելու համար, եթե երբեք ան, ով որ է այդ անձը, փարսիալին ամենագարողին հովանիին տակ կմտնե, անգե պաշտպանություն պիտի գտնե։ Պաշտպանությունը պիտի գտնես, պայմանան սակայն որքանով կվստահիս այդ ամենագարողին, որտեղ այդ ամենագարողը պիտի պաշտպանե, որտեղ այդպես այդ խոստացած է, որտեղ հետո պիտի տեսնենք, որ խոստացած է, որ պիտի ընե, բայց այդ պայման մը կա, վստիկ պայման մը կա, որ քիչ հետո պիտի տեսնենք, թե ինչ է այդ պայմանը, բայց նախքան այդ պայմանին հասնելը, նախ սկիզբ ամբողջ հաստատում է որ գնե, իր մտքի մեջ այնպիսի հստակություն մը կա Սամոս 2-ին, պայմանավ սակայն գսել, եթե թուն մտար անոր հովանի տակ, անիկա քեզ պիտի պաշտպանե, այնպիսին դիրոջ պիտի ասե, թուն ես իմ աբաստանս եւ աբավենս, ով ասված եւ ես քեզի կվստահիմ։
Թունես իմ ապաստանս, իմ ապավենս ով Աստված, եւ ես քեզի կվստահեմ։ Ան է, որ քեզ պիտի փրկե, որ սացողին որոքայթեն, եւ խրովիչ չար խոսքերեն։ Իր թևերով պիտի ծածկե քեզ եւ իր հովանիին տակ ապաստան պիտի գտնես, պատկերավոր սևեր են։ Ինչպես որ օրինակի համար արձիվի իր թևերով կծածկե իր ցակերը։ Ինչպես ոյ մեկ կենտրոնական գերբի, որ իր ցակերը ուզե պաշտպանել։ Եվ այնպեսի գապ կտեսնե Սամոս 2 հեղինակը իր եւ Աստծո միջը, որ կնշանակե Աստված ստեղծիչ արարիչը այնպեսին չէ, որ ստեղծած է եւ թողած է մարդի իր վիճակին։ Ընդհանրակը ունի վստահությունը, որ այդ ստեղծիչ արարիչը, որպես ամենակարող Արդյալը, որ անգամ որ անոր հովանին տակ մտնես դու, ինք խոստացած է, որ քեզ պիտի պահե։ Բայց ինչեն է որ պիտի պահե։ Տեսեք, որտեղ հարց կսկսի տալու։ Ինչեն մեզ պիտի պահե։ Որսացողին որոքայթը։ Այնպես ինչպես Պետրոս այթոմը պիտի ասե։ Արուձի պես մրնչով իր որսը կպնդրե։ Չարը։ Արուձի պես մրնչով իր որսը կպնդրե։ Եվ այստեղ գուքա երկսե, եթե մդար անոր հովանին տակ, որսացողին որոքայթեն, որ կնշե որսացողը, որսորդը, իր որսը ունենալու համար որոքայթ կլարի, որոքայթ կնշա թագարդ։ Ուրեմն չարը ինչպիսի թագարդ կրնալ լարել, որում ես տեղյակ չեմ։ Եվ ընդհանրապես անոր փորձունեության կամ փորձելագերբին անտեղյակ չեմ։ Անոր համար հաջող նաև զարմանքով գտիմավորեմ այդ բոլոր ուրգե եկան այս բոլորը։ Ուրգե եկան այս խալացանքները, ուրգե եկան այս նեղությունները, ուրգե եկավ այս փորձանքը։ Որտեւ այնպիսի թագարդներ գլարե, որտեւ իր ամբողջ միտքը ինչն է, իր որսը որսա։ Անոր համար արուծի պես կմրնչե եւ մնայուն գշրջի գսե, իր որսը կփնդրե։ Մենք այստեղ նստած հիմա իր որսը կփնդրե։ Մենք այստեղ նստած սերդոություն ունենք իր գփորձեի մտքերը բղտորելու, մեր հանգիստը խանգարելու, եթե եկած ենք այստեղ խաղաղություն փնդրելու, մեր անխաղաղ վիճակին համար գփորձե առավել եւս բղտորել այդ բոլորը։ Եվ մենք հաջող կզարմանանք գսենք ինչպես եղավ։ Մենք եկած ենք սերդոության, ինչու մեր մտքերը բղտորին։ Կարևոր չէ ուր եկած ենք, ինչ եկած ենք։ Իր միակ մտահոգությունը այն է, թե ինչպես կրնա մեզ փորձալ։ Եվ սակայն այդ երևույթին դիմաց Գուկա Սամոս 2 գսե, եթե մդար այդ փարցիալին ամենակարողին հովանին տակ եւ այդ բարերը թեթևակի չառնենք, փարցիալ ամենակարող։ Նույն բարը որ օգտագործելի Եսայի մարգարեության մեջ։ Թուն ով արավոտուն ձախող արուսյակ, թուն որ մտքիդ մեջ ըսիր, գուզեմ փարցիալին նմանիլ եւ անոր դեղը գրավել եւ իմ քահս անոր դեղը տնել, անոր քահին դեղը տնել, փարցիալին նմանիլ։ Ուրեմն ինչ ուրիշ փարցիալ չկա, եթե ոչ միակ Աստված ինք։ Եթե այս է մեր մտքի մեջ հստակ, որ ինքն է փարցիալը եւ ինքն է ամենակարողը, ուրեմն իրն ավելի ուրիշ ամենակարող չկա։ Ես եթե ինքն է ամենակարողը եւ անոր հովանին տակ մտածեմ ես, վստահ եմ ուրեմն որ զիս պիտի փրկե, որ սացողին որոքայթեն, բայց սակայն չի նշանակեր նեղություն պիտի չունենամ, չի նշանակեր փորձություններում պիտի չհանգստանամ, չի նշանակեր պիտի չհանգստանամ, պիտի չհիվանդանամ, այլ կնշանակե որ սացողին որոքայթեն զիս պիտի ազատե, որպեսզի իմ հոգիս չգործվի։ Այդ նեղությունները, դժվարությունները, փորձությունները, հալածանքները, այդ բոլորը պիտի մղեն զիս։ Ինչի իմ հավատքս հաստատում պահելու, այնպես ինչպես անձանները կգարտայի դեմը գսե, ասուցմե գսե ուժ խնդրեցի, զորություն խնդրեցի, եւ ինձ գսե փորձություններով արժեվ թրավ։ Որ գշե եթե դու ուժ ուզեցիր, ինչու ուժ ուզեցիր, ինչու կարողություն ուզեցիր։ Դամ քեզ ուժ կարողությունը, բայց այդ ուժը եւ կարողությունը ինչ բան համար օգտագործես։ Անոր համար գսե ինձի թրավ հալազանքի նեղության դժվարության մեջ, որպես այդ դրված ուժով, շնորհված կարողություններով, որպես ես կարենամ հաղթահարել։ Հետևաբար ամբողջ միտմանի տեսեք, երբ որ անոր հովանին ջանքն եմ, որպեսզի զիս
ինչ են ազատել, որսացողին որոքայթեն, որպեսզի հոգիս չգործվի։ Որտեղ Քրիստոս ասել, մի բախտակ անոնցում են, որոնք մարմինը սպանում, այլ վախցեք անգեր, որ մարմինը եւ հոգին գեհենի արժանի կդարձնեն։ Եվ երկրորդ ինչ է մի ազատե մեզ, չար խոսքերը։ Եվ որ չար խոսքերը։ Հիշենք հոբի պատմությունը։ Չարը քնած Աստծո ինչը սա։ Ինչը չարախոսեց։ Ըստ փայս զանաթ հոբը որ քեզ դվաշտե ինչու։ Որտեղ իրեն փարիկներ դվածես, իրեն օրդությունները դվածես, իրեն այս դվածես, այդ դվածես, եկավ չարախոսելու։ Եվ դեսեք կնշանակե զիս որ պիտի ազատե դերը, ինչ են է որ պիտի ազատե, չարեն։ Եվ այնտեղ որ դերունական աղոթքի մեջ մենք ինչ կխնդրենք, ազատե մեր չարեն, ազատե մեր չարեն։ Եվ adorամարա նաև Քրիստոս ինքը ինչ աղոթեց 17-րդ գլուխ Հովանու ավետարանի մեջ։ Գաղոթեն ոչ թե զիրենք աշխարհեն վերցնես, այլ գաղոթեն որ զիրենք չարեն բահես։ Չեմ աղոթեն որ զիրենք աշխարհեն վերցնես, այլ զիրենք չարեն բահես։ Եվ երբ որ ես անոր Հովանին դատեմ, վստահ լամ, ապահովություն ունենամ, որ դերս ես պիտի բահե չարեն։ Այլապես երբ որ տերունական աղոթքի մեջ կսե եւ մի դանից մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարեն եւ հետո հանգարց կդառնանք կսենք, բայց հիմա աղոթեցինք չարեն, ահավասիկ չարիկը չարությունը սկսավ ավելի շատանալու, աղոթենք, չաղոթենք, ինչ ասենք, չէ թու մնա այդ աղոթքի մեջ։ Հավատա այդ աղոթքի ծորությամբ, վստահիր քո այդ ասած խոսքերուց։ Եվ որ գաղոթես, որ մեզ չարեն բահե, որտեղ քեզ մի առաջ քո այդ աղոթքի առաջ Քրիստոս ինք աղոթեց մեզ համար, որ զիրենք չարեն բահես։ Հատկի առաջ 91-րդ Սամոս Լուկա վստահեցնելու, երբ որ մտնես անոր Հովանիի տակ, ինք քեզ պիտի բահե որսացողին որոքայթեն եւ չար խոսքեն։ Իր թևերով պիտի ծածկե եւ իր Հովանիի տակ ապաստան պիտի գտնես։ Իր ճշմարտությունը իբրև զրա պիտի պատե ու պաշտպանե քեզ, ոչ գիշերվան վտանգները պիտի գարնան քեզ բացցնեն, ոչ ալ ցերեկվան անագնգալ փորձությունները։ Մեկ ուրիշ արտահայտություն, որ մենք կանտնենք Պողոս Արաքյալի նամակներում Եփեսացիներում գրված նամակի մեջ։ Ճշմարտությունը իբրև զրահ պիտի պաշտպանե քեզ։ Որ գնշենք Պողոս Արաքյալը ասեց, «Ձեր վրա արեք Աստծո սպառազինությունը։ Ձեր վրա արեք սաղավարտը, ձեր վրա արեք սուրը, վահանը, փոշիկը, կոդին։ Եվ արդարությունը իբրև զրահ հագեք։ Եվ այդ արդարությունը ինչն է, Աստծո ներկայությունն է։ Ով է ճշմարիտը, ինչ է ճշմարտությունը։ Քրիստոսի ներկայությունը Աստծո ներկայությունն է, Աստծո սպառազինությունն է։ Իբրև զրահ արեք, ասե որպեսզի ինչ, ոչ գիշերվան աղեղը, ոչ ցերեկվան նետը, որպեսզի հանգարց չսարսափեցեն, որտեղ գրնան սարսափեցնեն։ Գիշերվան որ անագնկալ է չեն գիտեր ուր եկավ, ցերեկվանը որ գրնա երևի ուր եկուկա այդ բոլորը։ Բայց եւ այնպես հաջող նաև փորձություններ, որոնք չեն գիտեր որտեղ են եկան։ Բայց երբ որ ես զրահավորված եմ, երբ որ ես սպառազինված եմ արդարությամբ եւ ճշմարտությամբ, սուրով սաղավարտով, որ գշեմ մնայուն խորհուրդներս ինչով լեցված են, Աստծո խոսքերով, Աստծո ներկայությամբ, Քրիստոսի ներկայությամբ, Սուրբ Հոգիի ներկայությամբ, հաղորդությամբ, աղոթքներով, երբ որ այս բոլորով պաշտպանված եմ, ու մանավանդ առավել եւս Պողոս Արաքյալ, որ ուրիշ սպառազինության մասին խոսի, որ գսե եթե Աստված մեր կողքին է, մեզի հետ է, ով մեզի հակառակ է, եւ առավել եւս, երբ որ Քրիստոսի սերն է, որ մեր մեջ ներկայություն է, ով գրնա մեզի հակառակ ըլլալ։ Ոչ հուրը, ոչ սուրը, ոչ մահը, ոչ չար, ոչինչ։ Սակայն այսօր մենք ինչպիսի վիճակի մեջ ենք։ Հաճախ այսօր մենք վախի մեջ ենք։ Այսօր մենք անորոշության մեջ ենք։ Այսօր լուրերը մտիկ գնենք, վաղ ինչ վիդելա, քիչ հետո ինչ վիդելա չենք գիտեր եւ սկսենք սարսափի մատնել։ Ինչ վիդուդենք, ինչպես վիդուդենք։ Հանգարց անկորձության կմատնվենք, հանգարց ուժերը կսպարին, գան հանգստանան եւ սկսենք մտահոգվել, ով մեզ պիտի բահե, ով մեզ պիտի բահե։ Ինչպես պիտի դոգանք այս բոլորի մեջ։ Եվ Աստվածաշունչը ուկա մեզի սորվեցնելու։ Գամ իբրև հեքիաթ, կամ իբրև ճշմարտություն։ Եթե իբրև հեքիաթ է,
Բայց եթե իբրև ճշմարտություն է, ով ցես գերագրեց 40 տարիներ անապատի մեջ։ Իսկ առավել ևս, եթե անիկա 5 դագարան է, ապա նոր դագարանի էջեր ինչ կսե։ Երբ որ Քրիստոս գղրգե իր աշակերտները քարոզության, անոնք կվերադառնան ուրախության, եւ երբ որ կխոսի իր մահվան մասին, աշակերտները կսարսափին, որտեղ իրենց վարդապետը պիտի առնվի, եթե իրենց մե, իրենք պիտի մնան առանցին, իրենք պիտի մնան անզոր, մեկը չունին իրենց պաշտպան, որտեղ իրենք միշտ իրենց վարդապետն էր, որ իրենց մե առաջ կերտար, իրենց վարդապետն է, որ կխոսեր, իրենք անոր Հովանիին դակն էին։ Հիմա երբ որ կխոսի իր մահվան խաչելության մասին, երբ որ կխոսի իր մարդու որդին պիտի առնվի ցեզ մե, կսկսին դարավելու։ Եվ Քրիստոս կդառնա եւ ասե. Ինչու ծեր սրտեր կխռովին։ Կսե ոչ մեկ բանի գարիք ունեցաք, երբ որ ես ցեզ ղրգեցի առաքելության, քարոզչության, անոնք կսեն ոչ։ Կսե հիմա ինչու կմտահոգվի։ Եթե այն ադեն դրվեցավ ցեզ ինչ որ պետք է, ինչու հիմա չեք վստահիր, որ դարձյալ պիտի դրվի ցեզի ինչ որ պետք է։ Ինչ որ պետք է։ Ոչ ավելի, ոչ պակաս, ինչ որ պետք է։ Եվ այդպես ալիսե, երբ որ ժամանակը կա, ինչ որ պետք է որ ցեզի դրվի, Սուրբ Հոգին կուտա։ Ինչ որ պետք է որ ցեզի դրվի, Հայրն Աստված կուտա, Հիսուս Քրիստոսը կուտա։ Բայց մենք չկասկածի, ընդհակառակը անոր Հովանիին դա այդ պաշտպանությունը գտնենք։ Բայց եթե խոստացած է, ենեշայգա այդ խոստումը գդարե։ Խոստումը, որ հաջող անհամբեր կսպասենք եւ պիտի գդարե։ Բայց խոստումը, որ դրվեցավ Աբրահամին, այդ խոստումը կատարվեցավ 13 տարի հետո, այդ խոստումը կատարվեցավ, մեկ այլ ուրիշ խոստումը կատարվեցավ 400 տարի հետո։ Իսկ դակավին խոստումը, երրորդ խոստումը, որ կատարվեցավ Աբրահամին հետո, քրեթե մոտավոր 2000 տարի հետո։ Խոստումը, առաջին խոստումը Իսահակի ծնունդ։ Երկրորդ խոստումը Իսրայելի ժողովրդին հետ կապված խոստումը Իսրայել Եգիպտոսեն դուրս ելել խոստացված երկիր երթալ։ Իսկ երրորդ խոստումը Հիսուս Քրիստոսի հետ կապված խոստումը դրված էր Աբրահամին, եւ դակավին չսելու համար դրված էր Աթամին ու Եվային։ Ձեռնտոց գիրք երրորդ գլուխ։ Կուսերունդ տանոր սերունդը պիտի ճախճախե, թունանոր քարշավարը պիտի խայտես։ Խոստումն էր դրված էր։ Բայց ադիկա կատարվեցավ երբ 30 թվական կամ 33 թվականներին։ Եսեք խոստումներ են, բայց ունի ամեն մեկ խոստում իր ժամանակահատվածը։ Մենք է որ պետք է կարողանանք ըմբռնել հասկանալ, թե այդ խոստումներուն համար ինչպիսի համբերություն է պետք սպասելու։ Եվ ադիկա Սամոսներում մեջ գրված է համբերությամբ սպասեցի Տիրոջ։ Եվ անիկա եկավ իր խոստումին համաձայն ինձի օգնության։ Նույնիսկ եթե 1000 հոգի ինան ծախիտ, 10,000 հոգի ինան աչիտ, բայց ովևէ հարված բնա պիտի քեզի չմոտենա։ Այսինքն ինչալ բատային քու շուրջը աչդ կամ ծախկոմդ։ Այդպիսիները, որոնք հարվածով է որ ինգան, աչիտ կամ ծախիտ, հարված մինիս պիտի չմոտենա, որով ինալու հետ կապված է, եւ ինալը ինչի հետ կապված է, հոգեվոր կյանքի հետ ինալը։ Ոչ պարզապես սովորական ինալու մասին, կամ ընդհանրապես սախորդություններու կամ դժվարություններու, այլ ինալը միշտ փորձենք այդ որ մեջ տեսնեն հոգեվոր բաժինը եւս, որքան ֆիզիկականը, բայց առավել ես որովհետեւ իջարչիսեի չէ, Քրիստոսի խոսքերն են։ Ինչի մասին առավել եւս մտածելու, հոգեվոր մեր հոգիի բռնության հետ կապված։ Բայց ասենք հաբա մարմինի հետ կապված ինչու չմտածել։ Որտեղ մարմինի հետ կապվածը հարության հետ կապված է։ Եթե որ մերանք, եթե որ սփաննվեցան կամ ինչ որ դեղի ունեցավ, ավարտի նաև գա ինչը այդ հարության հասկացողությունը։ Մերելները հարություն առնելու, բայց եթե պես երբեք հոգիս է որ մեռնի, չնայած որ հոգին ինչպես կրնա մեռնի, հոգին չի մեռնի, չէ որ հոգին գենթանի է, հոգին ինչպես կրնա մեռնի։ Հոգին կմահանա, հոգին կրնա մեռնի, երբ որ Աստծո մեկը հերացվի, երբ որ Աստծո մեկը այլևս գանչատվի, արհավետ անտուտ մնե որ կստեղծվի։ Ահա այն ադեն է հոգիի գորուստը,
Այն ադեն է հոգի մահ գոչվածը, որուն համար հայտնություն ովանու քրքի մեջ գոչ է, իբրև երկրորդ մահ, ատկե է, որ մեզ պիտի ազատ է, ատկե է, որ խոստացած է, որ մեզ ազատ է, նույնիսկ եթե աչի ծախիտ, ինգացներ, 1000-ով, 10,000-ով, բայց որ մեկ հարված պիտի չհասնի, ինչու է որ պիտի չհասնի, որ դե պաշտպանված պիտի ելան նույնիկն իր հովանավորությամբ։ Բայց սակայն դու պիտի աչքերովդ տեսնես, թե Աստված ինչպես պիտի հատուցանե ամբարիշտներուն։ Նաև Աստված ցույց պիտի տա, ոչ թե քեզ միան պիտի պաշտպանե, այն նաև անոնք, որոնք ընդհանրապես եւ իմաստնավորի անոնք, որոնք իրենց անհավատարմությամբ, անհնազանդությամբ, իրենց ամբարիշտությամբ ինչեր է որ գնեին, որոնց հատուցումը հաջող ուքան լսելու համար։ Դա այս մարդիկ ինչպես պետք է ստանան իրենց հատուցումը։ Մանավանդ այսօր, եթե փորձենք միայն այսօրվա մասին մտածել, այսօր երբ որ կտեսնենք բեդություններ, անձնավորություններ, պատասխանատու մարդիկ, անհատներ, ովքեր որոնք ինչ որ ըրած են, ինչ որ գնեն եւ գմնան գարձեք ցևոմը անբավիշ։ Գմնան գարձեք ցևոմը անպատասխանատվությունին, որ մեկ-մեկուն պատասխան գալու հաշվետվության։ Եվ ընդհանրապես իրենց կյանք տան գաբրի բարոր։ Ադորամարա Սամուս մկրված է, որ գսեր տեսնելով այդ ամբարիշտներուն կյանքի ընթացքը քիչ մնաց գսե Սամուս երկում, որ ես ալին ջամփաշ շեղեի, ես ալ անոնց ջամփու մեջ լայի, տեսնելով թե այդ ամբարիշտները ինչպեսի կյանք կապրեն։ Սպանությունը գնեն, փողությունը գնեն, թալանը գնեն, ամեն ինչ գնեն, ընդհանրապես ավելի բարոր կյանք կապրեն։ Եվ հաջող կան նաև մեր մտքերում շփոթություն դառնու եւ ասելու երևի կամ Աստված չկա, երևի այս է կյանքի ընթացքը, այս է կյանքի ցևը, որ պետք է ապրի, ինչու՞ չէ նաև մենք արած ցևով ապրենք։ Քիչ մնաց կսե Սամուս երկուն, որ այդ ջամփու մեջ ես ալ լայի։ Հայց կսե երբ որ Աստծո տաճարը կացի, Աստված ցույց տվավ այդ ամբարիշտներուն վախճանը, թե ինչ կսպասվի անց։ Որ կնշանակե պիտի կա ժամանակ։ Այո, միթե այսօր չէ այդ ժամանակ։ Միթե վաղը չէ այդ ժամանակ։ Միթե ինչպես որ քիչ առաջ կսե այդ խոստումը որ դրված է, դարիներ գարն է, գնա թարեր առնեն, որ մարդիկ կսեն, երևի մենք չտեսնենք, այո գրնանք չտեսնենք, Աստվածաշունչը կսե շատեր փապակեցան ծեր տեսած տեսնելու չտեսան, շատ մարգարեներ փապակեցան տեսնելու, Քրիստոսի մասին պատկամներ դվին, վկայություններ դվին, կամ մարգարեություններ դվին, բայց չտեսան, շատ փապակեցան տեսնելու, բայց չտեսան, նշանակի ինչ, արի չունեցան տեսնելու, չէ, ֆիզիկապես չտեսան, բայց իրենց հոգևոր աչքերով տեսան, անոր համար Քրիստոս կսե օրենքի ուսուցիչներուն փարիսեցիներուն ծեր հայր Աբրահամ զիս տեսավ եւ ուրախացավ։ Մանավանդ Աբրահամը տեսավ, ինչը տեսավ, Աստծո պատրաստած բրգության ծրագիրը տեսավ։ Եվ ուրախացավ անով, որ Աստված ինչ պատրաստած է որպես բրգության ծրագիր։ Բայց ինքը չհասավ միջը։ Բայց տեսավ։ Մենք առաջ կփորձենք երբ պիտի տեսնենք ասինչին կամ ինչին անգումը, գրնանք չտեսնել։ Բայց ինչ հույսով եւ ինչ վստահությամբ է որ վիշարնալին մեր այս կյանքի ընթացքը, կամ ինչ հույսով եւ ինչ վստահությամբ է որ մեր աչքերը կփակենք այս աշխարհեն, փանալու համար անտենագանի մեջ, ինչ հույսով եւ ինչ վստահությամբ։ Անորոշ քիչ առաջ ինչ կսեի սկիզբի խոսքին, աղոթենք որ Աստված մեզ հաստատում պահե այդ հավատքի մեջ, որուն համար է որ Լուկա եկեսե Աստված ինձ ցույց պիտի դա այդ ամբարիշտներուն համար, թե ինչ վերաբահված է։ Եվ աչքերովդ պիտի տեսնես, ոչ թե միայն պիտի լսես, նաև պիտի տեսնես այդ ամբարիշտներուն, թե Աստված ինչպես պիտի հատուցանե։ Այո, ով Տեր, իմ ապավենս թունես, թուն, որ բարձյալը ապաստան դարձուցիր, ովևէ չարիք պիտի չհասնի քեզի, ովևէ փորձանք պիտի չմոտենա քու դանդ։ Դերը քեզի համար իր հրեշտակներուն պիտի պատվիրե, որ պահպանեն քեզ ուր որալ երթաս, իրենց ձեռքերուն վրա պիտի բռնեն քեզ, որպեսզի չլա թե ոտքդ քարիմը զարնվի։ Այս հատվածն է, որ չարը կփորձե
փորձության ժամանակ Քրիստոսի սեր թուն քեզ վերեն վարնեդե բդել քրված է որ Տերը իր հրեշտակներում պիտի պատվիրե որքան եւ քեզ վերցնեն որպեսզի ոտքը քարի չզարնվի ոտքը քարի զարնվելը քլորումի հետ կապված է քլորվի դե երբ որ գալենք հանգած մեր ոտքը քարի զարնվի եւ քարի զարնվելը քլորինք այլ խոսքով կնշանակի նաեւ մոլորին քայտակի քլորի ինալ եւ այդ ինալը ֆիզիկական իմաստով չէ նաեւ հոգեվոր իմաստով հոգեվոր անդումի մեջ լալու եւ որովհետեւ նաեւ խոստացած է դերը խոստացած է որ իր հրեշտակներում պատվիր է որովհետեւ անոնքան եւ քեզ պաշտպանեն ինչպես Քրիստոս արիթոմը գսե մանուկները երբ որ իր կողքին են զգուշ եղեք այս մանուկներեն որևէ մեկը չկայտագեցնեք որտեղ անոնք հրեշտակները յուրաքանչյուրին իմ հորս ներկայության են որ կնշանակի Աստված պատվիրած է որ իր հրեշտակները մեզ պահպանեն բայց եւ դված է խոստումը որ ոտքը քարի չզարնվի որոքայտին որսացողի որոքայտներեն քարը ոտքը քարի չզարնվի բայց հանգարտ չարին օգտագործածը որ Քրիստոսի փորձության ժամանակ օգտագործե անով ցույց տալու եւ ասելու համար մեկը փորձե տես Աստված իր դված խոստումին համաձայն պիտի ընե կամ ոչ այնպես ինչպես ծննդոց կերկի թրախտի բարձրացի մեջ եկավ եւ չարը ասավ մեկը գեր տես երբ որ Աստված ասավ չլա որ ուդես այս բդուղը որովհետեւ այն օրը որ ուդես պիտի մեռնիս մեկը փորձե տես պիտի մեռնիս կամ ոչ որ կնշանակի դեր փորձել մի փորձեր կուտեր Աստվածը եւ այդպես կպատասխանի Քրիստոս քրված է ճիշտ է այդպես քրված է բայց նաեւ քրված է որ չփորձես կուտեր Աստվածը եւ Աստված փորձել կնշանակի չվստահիր անոր եւ այդպես ալեղավ եւ այ բարակայ աչքին հաճելի քիմքին համեր սա ինչու՞ չէ փորձելն է փորձել ոչ թե միայն անոր քասության եւ քեղեցիկ տեսքին փորձեմ տեսնեմ որ եթե ուդեմ իրոք պիտի մեռնիմ կամ ոչ որովհետեւ չարը եկավ եւ ինչը սա ընդհանրապես ոչ թե պիտի մեռնիս այլ Աստվածներու պես պիտի լաս ինքը Աստված այդ բաժինը ցեզի չսա ինքը բարձրապես ցեզի սա որպեսի չուդեք ասա երբ որ ուդեք կմեռնիք ինքը այդ մյուս բաժինը չսա այս է որսացողին որոքայթը որ այն ինչ որ կարծեք թե չէ ըսված բաժինը ինքուկա եւ կսե այսպես ասել ուզեց ցեզի բայց ինք չսավ ցեզ այդպես դες ուրիշ բան ներկայացուց ընդհանրապես գսական երբ որ գերան երկուքին գսա աչքերը բացվեցան եւ իրենց մերգությունը ստացին եւ ուզեցին այդ մերգությունը ծածկել եւ ադիգա միջավես պատճառ դարձավ որ իրենք բաղվդեին Աստծո ներկայությունն է եւ երբ որ Աստված իջավ փնտրելու աթամը սա աթամ ուր ես քեզ կփնտրեմ եւ աթամ պատասխանեց ցայն լսեցի ուզեցի բաղվդի ինչու որտեղ մերգի ով կմերգությունը հայտնեց չլատե գերար այդ բուը որտեղ չէ որ գնշանագե այդ երևույթը արդեն որ դու արդեն մահը ճաշակեցիր դու մահը ճաշակեցիր այնինչ որ չարը ինքը խապուսիկ եկավ քեզ հսա ոչ թե պիտի մեռնիք Աստվածներու պես պիտի լա ընդհանրապես մահը ճաշակեցի եւ այստեղ երբ որ չարը այսինքն դարձյալ կա 3 տարբեր արիքներով փորձելու եւ առաջին փորձության արիթը քարերունս է հացն է որի է որ գսե քարերունս է հացն է մեգումը որ 5 հացերը բազմացուց եւ 5000 կերակրեց որու է որ գսե այս քարերուն հացն է մեկը որ 4000 կերակրեց մեկը որ ամբողջ 40 տարիներու ընթացքին երկինքեն մանանա եղածուց որի է որ գսե այս քարերունս է հաց տողնա բայց Քրիստոս երբևիցե ինձին չի դար այդ հավակնությունը սերոմար որ բարեկամ ես է որ հացն է որ գտամ ես է որ 5000-ը պիտի գերակրեմ ես է որ 4000-ը պիտի գերակրեմ ես է որ անապատի մեջ հաց տվի այս ժողովուրդի այդպես չէ Քրիստոս այլ ընդհանրապես գուկա եւ կսորվեցնե ինչ պետք է պատասխանել այդպիսի փորձության դիմաց որ մարդը միայն հացով չէ որ դապրի այն նաեւ Աստծո խոսքով Աստծո ներկայությամբ
Եվ այդ խոսքի զորությունը, որ սնունդ է, հոգևոր սնունդ է, զորացնող է, իմյուն սիստեմն է հոգևոր կյանքի, որ մեզ գպաշտպանե, ըստ պարազինությունը կտա մեզ։ Եվ երկրորդ փորձությունը թուրք ես վերեմբարն է, դե կրված է, այդպես կրված է։ Ինչպես որ հաջող այսօր գուքանք եւ ասի, այդպես կրված է Աստվածաշունչի մեջ։ Բայց այդ ամեն մեկ կրվածը որպես ինչ կրված է։ Ինչպեսի վստահությամբ կարգալու այդ կրվածը։ Եվ adoramanal այստեղ գուքա եւ ասի կրված է, խոստացած է։ Բայց դու մի փորձեր ու դեր Աստված։ Եթե զինքը գտավանից որպես ամենակարողը, բարձրալ ամենակարողը, մնա քո այդ հավատության մեջ։ Մի փոխեր ու միտքը։ Եվ անորամար արաքյալը գսե, երբ մի ըլլակ երբ այլ եղեք աղամնիներու պես միամիտ։ Եվ միամտությունը ասկերաճ ասված է այդ մասին, միամտությունը խեղճության հետ կապ չունի, միամտությունը կնշան մեկ միտքի վրա է, հստակ է ու գիծած է։ Քո ստեսմունքները մի նման իր գսա երեքը շարժվող, հողերից շարժվող երեքի, որ գդարու պերի, այսօր այստեղ վաղը մյուս կողմ, քիչ մեդու այստեղ, քիչ մեդու այստեղ, այնտեղ։ Հստակ թողոլ լագսեք ու միտքիդ մեջ։ Եթե գոչած է զինքը, գճանչնան զինքը ամենագարող բարձյալը, մնա քո այդ հավատքի մեջ։ Երբ որ նույնիսկ նեղության եւ դժվարության մեջ ըլլաս, մի կասկածիր անոր դված խոստումին։ Եթե նույնիսկ ամբուժելի հիվանդությամբ բռնված ըլլամ ես, մի կասկածիր քո այդ դված թավանությանդ, ամենագարողը բարձյալը։ Ընդհակառակը այդ բոլոր նաեւ արիտ կուտան քեզի, առավել եւս ճանչնալու անոր զորությունը եւ առաքյալը ինչ կսե, իմ դգարությանս մեջ է որ անոր փառքը երևի, անոր զորությունն է որ գահիտնվի։ Մտքիդ մեջ հստակ է որ ինքն է ամենակարողը, մնա այդ մտքիդ մեջ։ Մի դարուբերի։ Երբ մտությունը մի ունենա, միամիտ եղի, մեկ միտքի վրա եղի։ Եթե ասած է որ քեզ պիտի պահպանե, ուրեմն պիտի պահպանե քեզ։ Բայց մի ներաբեր երբ պիտի պահպանե, ասավ երբ պիտի պահպանե, երբ է այդ է, երբ է։ Այդ երբ է որ պիտի կա։ Ինչ ժամանակի է այդ երբը։ Եվ անհամբերը սպասունի վիճակի մեջն է։ Անորամալ է որ Քրիստոսը ով որ միջև վերջ համբեր է, ան է որ պիտի բրգվի։ Ուրեմն ի՞նչն է որ բացի հաջող մեզի, այդ համբերությունը։ Եվ անորամալ առաքյալը հռոմեացիներու նամակի մեջ կսե, փորձությունները մեր մեջ կուտան արիթի ինչի։ Համբերության։ Համբերությունը մեր մեջ կուտան արիթը դոգունության։ Դոգունությունը հավատքի, հավատքը սիրո։ Եվ մեր մեջ կուտա արիթը զարգացումի, աճումի, հասունության, հավատքի զորացման եւ խորացման։ Եթե կրված է, եթե ասած է, ուրեմն գնե։ Ես դու միամ վստահիր։ Եթե համբերությունը չունիմ, խնդրեմ համբերություն։ Իմաստությունը չունիմ հասկանալու իր խորհուրդները, խնդրեմ իմաստություն։ Ցավի ու դարավանքի մեջ եմ անդանելի են այլևս ի վիճակի չեմ, առաքյալը գսե լուծումը պիտի տա քեզ։ Մեկ բան վստահ եղի, որ քո կարողությունդ ավելի չեն այդ փորձությունները։ Քեզի համար ինձ համար մեծ կտրինան։ Բայց այդպեսին չէ։ Որտեղ ինչու այդպես կսկսին մտածելու, որտեղ կնշանակի հավատքից մեջ կսկսին դգարանալու, վստահությանս մեջ կսկսին դգարանալու։ Եվ երբ որ այդ դգարությունները կան, անով որով հիմերն են շենքին, երբ որ այդ շենքին հիմերը գտգարանան, շենքը կսկսի շարժելու, երերալու։ Անորամալ է որ Քրիստոս կսե, ծեր շենքը ինչ բանի վրա հիմնած է, ուր շինած է ծեր շենքը, ավազի վրա, կամ ժայռի վրա։ Եթե ավազի վրա ալիքներ պիտի կան, ալիքները զարդվին, հովերը փչեն, եւ այդ տունը պիտի գործանի, որտեղ ավազի վրա է շինված։ Իսկ եթե դեպք ժայռի վրա է շինված, ալիքները պիտի զարդվին, հովերը պիտի փչեն, բայց այդ տունը կանգուն պիտի։ Ինչու որ այդ ժայռը Պետրոս առաքյալը գսե Քրիստոս ժայռն է։ Քրիստոս ժայռի վրա հիմնված է այդ հավատքի տունս։ Ալ ով գնա մեզ սասանեցնել, ով մեզ գնա շարժել։ Որ Քրիստոսի փարեն են նույնիսկ դժոխքի թռները չեն գրնար։ Նույնիսկ դժոխքի թռները չեն գրնար։ Հետևաբար գսե Քրիստոսի իր աշակերտներուն։ Ինչու վախնան։ Մի վախնան։ Միայն հավատա։ Ինչպես ոսավ Հայրոսին մի վախնար։ Աղջիկը չէ մերած կգնանա։ Ինչպես կգնա, հիմա Եգանեսին մերավ։
Թուն որու ուզես մտի գնեն։ Զարաներուտ կամ դիրոջիտ։ Թուն որու ուզես մտի գնեն։ Զարաները եկան սին աղջիկը մերա։ Դերդ կսե թուն մի բաղ հավատա աղջիկը չի մերած։ Գկնանա։ Ուրեմն գախում ունի մեր ականջները ինչ կուզեն լսել։ Զարաներու ցայնը կամ դիրոջ ցայնը։ Ամբողջացնենք վերջին հատվածները։ Արույցներու եւ օծերու վրայեն պիտի քալես, ահեղ արույցը վիշապ ոտքի տակ պիտի առնես։ Արույցներու օծերու վիշապներու վրա պիտի կողքրտես։ Ինչպես պիտի կողքրտենք։ Այն նույն զենոտոց գիրքի խոստումն է։ Պիտի չաղչաղես անոնց գլուխը։ Անիկա քու քարշավարը պիտի խայթել։ Այստեղ նաև արույցը քիչ առաջ հիշեցինք արույցի պես մրնչող չարը։ Վիշապը, ինչպես որ հայտնություն ովանու քրքի մեջ կներկայացվի չարը որպես վիշապը։ Ուրեմն կնշանակի, եթե երբեք ես անոր Հովանի ինդակն եմ, Աստծո Հովանի ինդակն եմ, նաև ինձի պիտի դա այնպես ինչպես ինք իր խաչելությամբ գողկրտեց, չաղճախեց գլուխը չարին վիշապի օծին։ Նույնպես ալ հետևաբար մեզ պիտի դա այդ կարողությունը, որպես այս տայնում այդ բոլորը մենք կատարենք։ Excuse me, sorry to interrupt. Yes. I have to leave, and somebody is blocking me. They have a gray Mercedes SUV, and they are blocking me. Yes. Come here. I'll help you. Oh, wait. On, yell. Yeah, please. Wait. I'm going to stand in your way so that you can't leave. No, it's not my way. No, I'm still going to stand in your way. Everybody get the message? Yeah. If people are rude, I'm going to be rude. Thank you. Thank you. Sorry for that. Շարունակենք, okay, եւ շարունակենք։ Այն նույն խոստումը որ դրված է Զենոտոց գիրքի մեջ, չարի գլուխը չաղճախելու եւ անիկա կապված է նաեւ Քրիստոսի խաչելության հետ։ Եվ նույն խոստումը հավասի կուտա բոլոր անոնց, որոնք անոր Հովանի տակն են։ Այսինքն Քրիստոս կուտա նաեւ մեզի զորությունը, կուտա մեզի նաեւ շնորհքը։ Ոչ թե միայն չարին բախնալու, այլ նաև ընդհակառակը իր զորությամբ, նաև արույցին վիշապին, որ այս բարակային չարին գլուխը չաղճախելու, անոր վրային գողկրտելու այդ շնորհն է որ կուտա։ Եվ ադորամար է որ նաև վերնադան մեջ վերջի պահուն ոտն լվայի արարողության, այդ վերջին ընթրիկի, երբ որ Քրիստոս ոտքերը գլվա աշակերտներու, որբեսի կսե այդ ոտքերում դա զորությունը, ուժը, կարողությունը, որբեսի ընեն այս բաժինը, որբեսի գողկրտեն չարին գլուխը։ Եվ երբ որ արիթոմը Պետրոս կուկա եւ գսե որ դու պետք չէ որ իմ ոտքերս լվաս ընդհակառակը, Քրիստոս գսե եթե ես քո ոտքերը չլվամ, դու ինձ հետ բաժին պիտի չունենաս։ Լավ գսե թե այդպես է, ուրեմն գլուխս ալվա։ Գսե քո գլուխդ մաքուր է, ոտքերը դե որ պետք է լվացվի։ Եվ այս բարակային գլուխի մաքրությունը Քրիստոսն է գլուխը։ Այդ գլուխը մաքուր է, Քրիստոս որտեղ ինքը մաքուր է։ Ոտքերու բարակային է, որտեղ տակավին ոտքերը մեզ գաբողն են այս աշխարհին, եւ այս աշխարհի բոլոր երևույթներուն։ Եվ այս ոտքերով է որ դընթանանք այդ ճամփաներեն։ Եվ այս ոտքերու բարակային է որ գրնան նաեւ հանդիպիլ սայտակումներու։ Եթե երբեք այս ոտքերը չեն զորացած, գրնան գոյն եք ժամանակ այս ոտքերը գտոդիլ։ Այս ոտքերը գրնան դգարանալ։ Եվ ադորաման է որ գզորացել է Քրիստոս այդ ոտքերը, գմակրեն աղ Քրիստոս ոտքերը, գսրպե այդ ոտքերը, եւ առավել եւս գզորացնե այդ ոտքերը։ Գսրպե գմակրե արորյա կյանքեն հավատված փոշիներեն, որտեղ չմոռնակ որ անցյալին ինչպես գբդդեին մարդիկ, սանդալներով, գիսամերկ ոտքերով։ Այսօր պես այդ գոշիկները չունեին հանգիստ հանգստավետ։ Եվ հետևաբար երբ որ դում կվերադառնային, ինչու է որ նաև ծառաները հանձն գարնային ոտքերու լվացումը, որտեղ փոշոտած է, աղդոդած է այդ ոտքերը։
Եվ այնտեղ կա նաև խորհուրդը չարին պատճառած, աշխարհին եկած աղտերուն, որոնք գկապին ինչի մեր ոտքերուն։ Եվ այդ համար Քրիստոս գմակրի այդ բոլորը, հետո գզորացնի այդ ոտքերը, որպես ամեն անգամ երբ որ գքալենք, գարենանք այն մեր ոտքեր ու տակ չախչախել, չարին, վիշապին, արուծին, գլուխը, այնպես ինչպես Քրիստոս ինքը չախչախեց իր խաչելությամբ չարին գլուխը։ Չնայած որ խոստումի մեջ կա նաև բաժինը, որ անանքու քարշաբարը պիտի խայթե։ Այսինքն միշտ պիտի փորձեին չնել, որոքայք լարել, որսացողին որոքայքն է։ Պիտի փորձեն այդպես անել։ Այս դերը կվստահեցնե, որ մի մտավիր, որտեղ պիտի արուծին օծերուն վրային քալես, այլ արուծու վիշապ ոտքի տակ պիտի առնես, դերը գսեհոս է հավասիկ, այդ բոլոր խոստումներուն կատարումը, դերը գսե, քանի սիրով ինձի կապեցավ, պիտի ազատեմ զին։ Այս է պայմանը։ Դերը մեքենականորեն չէ, որ պիտի ազատե։ Դերը այսպես, որովհետև խոստացած է, ուրեմն պետք է որոնե այդպես չէ։ Քանի սիրով կապեցավ ինձի, ես ալ պիտի ազատեմ ինձի։ Ուրեմն դիրոջ ուզածը մեր կողմէ ինչն է, սիրով իրեն կապտիլ, ինք ուրիշ բան չուզեր։ Անգամը, որ ես իրեն սիրով կապված եմ, և սիրով կապտիլ կնշանակե, ամբողջական սիրով, որտեղ Քրիստոս արիթոմը պիտի սե չես կնալ երկու դերերու ծարայել, չես կնալ երկու դերեր սիրել, և սիրել կնշանակե ամբողջական սիրել, և այն է, որ Քրիստոս կսե քանի մարիկներով, եթե գուզեք ինձի հետևիլ, ինչն է պայմանը, ամբողջությամբ սիրես ես։ Քո հայրդ, քո մայրդ, քո եղբայրդ, քո իրդ, ամուսինդ, կինդ, զավակներդ, ինչքերդ, եսդ, բայց ավարտի զիս սիրես։ Ամբողջական սեր, որովհետև դեղմը մենք իբրև մարդ արարածներ, մեր սերերը գգիսվին, գգիսենք մեր սերերը։ Քիչ մսեր արարգային, քիչ մսեր ընտանիքին, քիչ մսեր բարեկամին, քիչ մսեր այսինչին, եւ վերջական որչափ սեր մնաց Աստծո։ Եգուդես, որ ընդհանրապես չի արմնաց։ Եվ տեսեք ինչն է այդ խոսումի կատարումի պայմանը, քանի սիրով կապեցավ ինձ, ես ալ պիտի ազատեմ զին։ Ուրեմն գուտա մեզի արիթը մտածելու, ինչու է որ հաջող չազատեր, կամ մորցած է ազատելու, բամը հարց